Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները խորանում են, ստանալով հոգեբանական դրամայի ավելի ընդգծված երանգներ։ Նկարահանումները շարունակվում են, իսկ պատմությունը գնալով ավելի ծանր ու լարված է դառնում, ստիպելով հեռուստադիտողին ոչ միայն հետևել գործողություններին, այլև մտնել հերոսների ներաշխարհ։ Այս փուլում հատկապես բարդ է Արշակի վիճակը, նա կանգնած է չափազանց նուրբ սահմանագծի վրա։ Մի կողմից ցանկանում է ասել ճշմարտությունը, մյուս կողմից վախենում է դրա ազդեցությունից երեխաների հոգեբանության վրա։ Արշակը շատ լավ գիտակցում է, որ մի սխալ խոսք կարող է փլուզել փոքրիկների արդեն իսկ խոցելի աշխարհը։ Նա փորձում է լինել պատասխանատու մեծահասակ, որը ոչ միայն լուծում է խնդիրները, այլև պաշտպանում է երեխաներին ճշմարտության ծանրությունից։ Փոքրիկ Արևն ու Ալինան, չնայած դեռ չեն ճանաչում իրենց իրական կապը, միմյանց հետ անբացատրելի մտերմություն ունեն։ Նրանց հարաբերություններում կա այն, ինչ բառերով դժվար է նկարագրել։ Նրանք իրար հասկանում են առանց բացատրությունների, զգում են միմյանց ցավն ու ուրախությունը, սակայն այս շփման հիմքում ստի շերտ կա, եւ դա զգում են բոլորը։ Արևը դեռ չգիտի, որ Ալինան իր հարազատ քույրն է, եւ հենց այդ անտեղյակությունն է, որ պատմությունը դարձնում է ավելի ցավոտ։ Արշակը չդիմանալով ներսում կուտակված ճնշմանը, նորոյին առաջարկում է ասել ճշմարտությունը, Արևին բացահայտել քույրերի կապը։ Նրա համար ճշմարտությունը որքան էլ ծանր, միակ ճիշտ ճանապարհն է։ Սակայն նորոն կտրականապես դեմ է։ Նրա համար Ալինայի հոգեվիճակն առաջինն է, եւ նա համոզված է, որ նման բացահայտումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, հատկապես որ նա կապ չի ցանկանում ունենալ Արշակի ու նրա անցյալի հետ։ Նորոն նույնիսկ հայտարարում է, որ եթե Ալինան ինչ-որ կերպ իմանա ճշմարտությունը, ինքը չի կարող պատասխանատվություն կրել իր հետագա քայլերի համար։ Այս հակասությունը երկու տղամարդկանց միջև ավելի է խորացնում լարվածությունը։ Թեև Նորոն փորձում է վերահսկել իրավիճակը, ճակատագիրը նրան նոր փորձությունների առաջ է կանգնեցնում։ Նրա կյանքում լարվածությունն անցնում է նոր մակարդակի, երբ պարզվում է, որ ոստիկանությունը նրան փնտրում է։ Պատճառը ծանր ու վտանգավոր, նրա գործատուին գտել են մահացած, այս հանգամանքը Նորոյին դնում է շատ ավելի վտանգավոր վիճակի մեջ։ Նա արդեն ոչ միայն պայքարում է ընտանիքի, հիվանդ քրոջ և ներքին ցավի հետ, այլ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այս փուլում Ուրիշի ընտանիքը սերիալը դառնում է ոչ միայն ընտանեկան դրամա, այլ հոգեբանական թրիլեր՝ լի ներքին պայքարով, մեղքի զգացումով, լռությամբ ու չասված ճշմարտություններ։ Առջևում սպասվում են ճակատագրական բացահայտումներ, որոնք կփոխեն բոլոր հերոսների կյանքը, ստիպելով նրանց ընտրություն անել ճշմարտության, լռության և պատասխանատվության միջև։ Եվ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, ինչ է սպասվում Նորոյին եւ արդյոք նրան կհաջողվի ապացուցել, որ նա մեղք չունի այս ամենում, եւ իհարկե արդյոք կարդարացնեն նրան, թե դեռ երկար ժամանակ Նորոն ստիպված է թաքնվել կամ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ինչ կապ է ունենալու այս ամենի հետ Արշակը, ինչպես է ազդելու այս իրավիճակի վրա նա։ Հեռուստասերիալում իրադարձություններն իսկապես լարված են։ Արշակը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քույրերի եւ իհարկե եղբոր միջև կապ ստեղծվի։ Նրանք պետք է հաշվի չառնեն, որ Արևը Արշակի երեխան է, բայց իհարկե Նորոն չի կարողանում դեռևս հանդուրժել այդ ամենը։ Իհարկե նա շփվում է Արևի հետ, հասկանում, զգում, որ նա իր քույրն է, բայց Արշակի ներկայությունը եւ կապը երեխայի հետ նրան թույլ չի տալիս, որպեսզի էլ ավելի մտերմություն զգա։ Իհարկե դեռ խանդի ու վիրավորվածությունն այնքան մեծ է, որ նա չի կարողանում նույնիսկ երեխայի հետ լեզու գտնել։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, շատ շուտով հետաքրքիր իրադարձություններ են սպասվելու, այնպես որ Արշակն ու Նորոն իրար շատ լավ հասկանալու են։ Հատկապես Նորոյի բանտում հայտնվելուց հետո Արշակի ներգրավվածությունը նրանց ընտանիքում լինելու է շատ ազդեցիկ։ Ամեն ինչ անելու է Արշակը, որպեսզի Նորոն բանտից դուրս գա եւ իհարկե ֆինանսավորելու է, որպեսզի Ալինայի վիճակն էլ ավելի լավանա։
Տեսանյութեր են հայտնվել համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես են Էլիզն ու Նորոն որոշում Արշակից շնորհակալություն հայտնել, իսկ դա նշանակում է, որ նրանք փորձում են ընդունել Արշակի օգնությունն այլ ելք չունենալով։ Դե ինչ բաժանորդագրվեք մեր ալիքին ու եղեք տեղեկացված, բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը եւ իհարկե սեղմեք զանգակոճակը, որպեսզի հենց դուք առաջինը ստանաք նորությունները տեսանյութերի մասին։ Չմոռանաք կիսվել ձեր կարծիքներով, գրեք նաև, թե Մագդայի կերպարի մասին ինչ կարծիք ունեք, քանի որ հեռուստադիտողների կարծիքները հակասական են։ Մի մասը գտնում են, որ Մագդայի կերպարը լավն է, իսկ մյուս մասը գտնում են, որ հայ աղջկան հարիր չէ, նա չպետք է այդքան ընկնի տղայի հետևից։ Դե ինչ, սպասում ենք։